հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Այսօրվան Ջաշուա վետարանը սիրելի հավատացյալներ գարտացվեցավ Մատթեոս ավետարանի 13-րդ գլխեն։ Այդ նույն թեփքը արձանագրված է նաև Մարգոս եւ Ղուկաս ավետարաններու մեջ եւ շատ գարջ համեմատաբար բարձ թրվակ մնե, որ գբատմե հետևյալը։ Ավետարանի չգարցանակրեսելով, օրը Հիսուս իր աշակերտներուն մեջ սորենուի արդերուն մեջ են գկալեր եւ իր աշակերտները անոթեցան եւ երբ անոթեցան սկսան հասկեր բրցնել եւ ուդել եւ օրը շաբաթ օր էր։ Այն ադեն փարիսեցիները եկան Հիսուսի եւ ասին. «Չես տեսներ ինչ կնեն քո աշակերտներդ, փամը որ շաբաթ օրով մեզի արգիլված են»։ Հիսուս անոնց ասավ. «Ինչու չեք կարդացած Դավիթին մասին, իրենց մարգարեներեն մեծակույններուն մասին, որ երբ անոթեցավ մտավ դաջար եւ գերավ այն հացեն, որ միայն քահանաները պետք էր ուտեին»։ Այսինքն Հիսուս իրենց կսեր դեսեք այն անձը, որ դուք որպես մարգարե գտնունիք, փամը հրավ, որ արգիլված էր ժողովրդին անել։ Եվ գամ գսեր Հիսուս չեք կարդար ձեր գիրքերու մեջ, որ ինչպես քահանաները շաբաթ օրով դաջար կմտնեն եւ կորց գնեն եւ ադիգա մեղք չի համարվիր իրենց։ Եվ Հիսուս իրենց կսե միայն եթե գիտնայիք ինչ կնշանակեր Աստուծո խոսքը, որ գսե ողորմություն գուզեմ եւ ոչ թե զո, այն ադեն այս արդարներեն մեկուն պիտի չմեղադրեիք եւ գիծած եղեք, որ հոս մեկը գա, որ նույնիսկ դաջարեն ավելի մեծ է։ Շաբաթ օրը սիրելիներ բահելու հարցը հրյա ժողովրդին համար մինչև այսօր շատ կարևոր հարց մնե եւ այդ իգուկա Աստուծմե։ Երբ հրյա ժողովուրդը Եգիպտոսեն դուրս ելավ Մովսեսի առաջնորդությամբ եւ Աստուծո հրամանով, անոնք անաբադին մեջ Աստուծմե ցեզի ցանոթ 10 բադվիրաններ ստացան։ Այդ բադվիրաններեն մեկը գսեր շաբաթ օրը սուրբ բահե։ Բայց եթե Աստվածաշունչի մեջ գարտակ այդ մանրամասնությունները գսե ոչ տուն, ոչ քու դանդ ընտանիքները, ոչ քու ծառաներդ եւ ոչ ալ գենթանիներդ կորց թողնեն, այդ օրը Աստուծո նվիրված օր պիտի լա։ Եվ հրյա ժողովրդին համար այն օրեն շատ կարևոր օրենք մներ այս մեկը։ Եվ անոր կարևորությունը գտնենք Աստվածաշունչի մեջ օրինակի համար Թվոց գիրքին մեջ։ Թվոց գիրքը եթե բանակ 15-րդ գլխում մեջ հոն պատմությունը պիտի գարտակ, ուր կնկարագրվի ինչպես հրյա ժողովուրդեն անցմը շաբաթ օրով անդար գերտար դախտակ հավաքելու համար։ Երբ հրյա ժողովրդի պատասխանատուները կգտնեն, գիմանան եղածին մասին, կգանչեն զինք, կքարգոծեն եւ կսպաննեն։ Բնականաբար ինձի պես ցուգալ հարց կուտակ, որ գարժե դախտագիմը, փայդիմը համար մարդը սպաննել, եղած չեղածը փայդ մնե։ Բայց հրյա ժողովրդին համար Աստուծո խոսքին հագարագիլը զասված անբադվել կնշանակեր։ Աստուծո թելաթության չանսալը մեղք կհամարվեր, որովհետև ի վերջո Աստված է մեր Տերը, Արարիչը, Ստեղծիչը եւ մենք անոր կպատկանենք։ Անոր համար մեղքին ծանրությունը չէ, կորձին չափը չէր իրենց համար, փայդին ծանրությունը չէր, ինչ կորձնելը չէր կարևոր իրենց համար մինչև այսօր կարևորը այն էր, որ Աստված ասավ վերջագետ պետք է հնազանդենք։
Եվ մինչև այսօր, ինչպես ասի, հрьяաներ գշարունակեն իրենց ծայրահեղությունը։ Եվ թեև մեզի համար ծիծաղելի գտվի շատ մփաներ իրենց ապրելակերպեն, բայց անոնց մեջ պետք է տեսնենք նախանցախնդրությունը Աստուծո խոսին եւ բադվիրաններուն նկատմամբ։ Նեեմիա մարգարեն այդ 10 բադվիրաններեն 800 կամ 1000 տարիներ վերջ ապրած էր։ Եվ երբ որ իրենք իր ժողովուրդը քերութենեն վերադարձավ Փափելոնեն անգամ եւս Երուսաղեմ, եւ երբ տեսավ, որ իր ժողովուրդը նորեն շաբաթ օրը չէին բահեր, որովհետև խառնված էին ուրիշ ասկերու մեջ եւ ուրիշ ասկերու մեջ շաբաթը բահելու սովորություն չկար, հարգացավ եւ իրենց ասավ. ինչ է ծեր ըրածը, ասավ ծեր հայրերը, որովհետև շաբաթը չբահեցին, մեր ժողովրդին վրա բադուհաս եկավ եւ հիմա դուք նույն բանը գնեք։ Եվ մինչև այսօր պատմությունները բազմաթիվ են։ Ձանոթ մը ինձի դարիներ առաջ պատմած էր, որ հрьяաներուն համար լուրջ հարց էր շաբաթ օրով հավեն ելած հավգիտին մասին, որ անիգա պետք է ուդել, մեղք է կամ ոչ։ Իրենց համար շաբաթ օրը չհասած նույնիսկ ասեղները կհանեն իրենց հագուստներուն վրա, որովհետև Աստված ասած էր շաբաթ օրով պիտի չաշխատիք։ Այս ամեն բաները անգամ եւս կսեմ մեզի համար ծիծաղելի են եւ իմաստ չունին, բայց անոնց մեջ պետք է տեսնել իրենց նախանցախնդրությունը Աստուծո նկատմամբ։ Եվ այսօր մենք փառք կտանք Հիսուս Քրիստոսին, որ եկավ աշխարհ եւ այդ նախանցախնդրությունը մեզի փոխանցեց բահել, սակայն Աստուծո բադվիրանները ճիշտ հասկանալու մեջ։ Այսօր մենք եթե շաբաթը չենք բահեր, չի նշանակեր, որ նախանցախնդիր չենք, որովհետև Հիսուս ավետարաներու մեջ կգարտանք ասավ, շաբաթը ցեզի համար եղած է եւ ոչ թե դուք շաբաթ օրվան համար։ Ուրեմն Հիսուս այսօր մեզի կհրավիրե, որ մեր նախանցախնդրությունը Աստուծո խոսքին նկատմամբ ճիշտ ուղղությամբ արձանագրենք, ճիշտ ուղղությամբ դանենք, որովհետև այսօր մենք որպես քրիստոնյաներ Հիսուս Քրիստոսով կհասկանանք, որ շաբաթը սուրբ բահել չի նշանակեր անկորձ մնալ, այլ կնշանակե Աստուծո հանդիպիլ եւ Աստուծո մեջ հանգիստ գտնել։ Եվ բադահական չէ, որ Հիսուս երբ շաբաթ օրվան մասին պիտի խոսեր, ասավ. եկեք ինձի հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ցեզի հանգիստ պիտի դամ։ Շաբաթը չէ, գիրագին չէ, այլ Հիսուս Քրիստոսն է, որ այսօր մեզ կհրավիրե իր բադվիրաններու լույսը ճիշտ հասկանալու եւ իրմով հանգիստ գտնելու համար։ Հակոբոս Արաքյալ գսե, որքան մոտենաք Աստուծո, այնքան Աստված ինք ցեզի պիտի մոտենա։ Բողոս Արաքյալ ալ գսե, դուք Քրիստոսով հանգիստ գտած եք արդեն, որովհետև ոչ թե որովհետև չեք աշխատիր, այլ որովհետև գիտակցիք, որ Հիսուս Քրիստոս ցեզի համար ծեր փոխարեն աշխատեցավ եւ ցեզի փրկությունը շնորհեց։ Ուրեմն սիրելիներ, այսօր այս գարջ ավետարանի հատվածին ընդմեջեն պետք է փորփոքի մեր նախանցախնդրությունը Աստուծո բադվիրաններուն նկատմամբ։ Աստուծո բադվիրանները Աստվածաշունչը գսե լույս են մեր ճամփաներուն համար։ Եվ այսօր մենք բոլոր քրիստոնյաներս լրջորեն պետք է մոտենանք Աստծո բադվիրաններուն։ Ինչ են Աստծո բադվիրանները։ Ողորմություն գուզեմ եւ ոչ թե զոհ։ Զոհը, սիրելիներ, պատարակն է։ Այն ադեն հրյա ժողովուրդ, որպես իրենց մեղքերը կավեին, զոհ գմադուսանեին։ Մենք ալ, երբ եկեղեցի գուքանք, հիշադակը կգադարենք վերջին ընթրիքներուն,
նաև մեր մեղքերու համար զոհ գմադուցանենք Հիսուս Քրիստոսը։ Մեր աղոթներու մեջ կսենք Հիսուս Քրիստոսն է այսօր բադարակողը եւ բադարակողը, զոհը եւ զոհը ընդունողը։ Ուրեմն նախանցախնդրություն Աստուծո բադվիրանները բահելու կնշանակե ողորմած լալ կյանքին մեջ։ Այսինքն Հիսուս Քրիստոս այդ օր փարիսեցիներուն եւ այսօր մեզի հիշեցնե զոհ մադուցանելը եւ ողորմած չլալը Աստուծո համար հաճելի չեն։ Եթե զոհ մադուցանես, բադարակի կաս, ամեն օր Աստվածաշունչը գարտաս, բայց չծկես, որ այդ բադարակը քեզ փոխե, չծկես, որ Աստվածաշունչը քու կյանքին մեջ դեղ ունենա, այն բազմաթիվ բադարակները իմաստ պիտի չունենան։ Եսայի մարգարեն գսե Աստուծո բեռնով, այս ժողովուրդը միայն ինձի բեռնով գբաշտե, բայց իրենց սիրտը հերու է ինձ մեկ։ Այսօր սիրելիներ, այս թրվակով հիշեցնենք Աստուծո բադվերը, այո բադարակ մադուցանելու, այո սուրբ բադարակներու մասնակցելու, երգելու, ավետարանը գարթալու, սերդելու սուրբ գիրքերը, բայց այդ բոլորը կյանքին մեջ կորձի վերածելու կարևորության մասին։ Հիսուսը ասավ. «Ձեր կորձերով մարդիկ պիտի գիտնան, որ դուք իմ զավակներս եք»։ Ողորմած լալ կնշանակե ներողամիտ լալ կյանքի մեջ։ Ողորմած լալ կնշանակե օգնել ուրիշին, մտածել ուրիշին մասին, աղոթել ուրիշին համար։ Ողորմած լալ կենթադրե աղոթքները, որ մենք գաղոթենք մեր կյանքին մեջ, թույլ տալ, որ փոխեն մեզի եւ այդ մեր աղոթները, որ գարդասանենք եւ գասմունքենք բադարակի ընթացքին, յանքի վերածենք, կորձի վերածենք եւ անոնցմով առաջնորդվենք։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոս մեր բոլորին կյանքը իր լույս բադվիրաններով լուսավորե, որովհետեւ անոնցմով առաջնորդվենք եւ հասկանանք մեր կյանքին մեջ Աստուծո ուզածը մեզ յուրաքանչյուրեն։ Աստված երկարաղոթները չէ որ կփնտրե, Աստված մաքուր սիրտ կփնտրե։ Անոր համար այսօրվան խորհրդածությունը գավառդեմ Սամոսին բարերով որ գսե նոր սիրտ եւ ուղիղ հոգի նորոգե իմ ներսս ով Աստված քեզի փառք Հավիդյանս Հավիդենից ամեն